Երիտասարդ քաղաքականություն միշտ մեկ այլ առաջ։ Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Այսօր գարնանային այս օրը կրկին եթերում է երիտասարդ քաղաքականություն հաղորդաշարը։ Այսօր զրուցելու ենք ազգագրագետ բավականին հարգված եւ սիրված մի անձնավորության հետ, Արթուր Արմենի հետ։ Բարև ձեզ, Արթուր։ Ուրախ եմ հյուրընկալել ձեզ մեր հաղորդաշարի հաղորդման ընթացքում, Արթուր։ Այսօր կարծում եմ ազգային գաղափարախոսությունից բավականին հեռացել ենք, բավականին ազգային խնդիրներ ունենք կուտակված այսօրվա մեր ժամանակաշրջանում, այս գլոբալիզացիա ասված, այսպես ասած, մարտահրավերները, որ ներխուժել են նաև մեր երկիր, ազգային գաղափարախոսության կարիքը ավելի քան կարևոր է մեր օրերում։ Եվ ես կուզենայի անդրադառնալ այս խնդիրին, ինչ է ասել է ազգային գաղափարախոսություն եւ ինչպես կարելի է մեր օրերում ինտեգրել եվրոինտեգրում, գլոբալիզացիա այդ բոլոր հարցերին դիմակայելու համար, ինչ ձևով, ինչ մեթոդներով այսօր մեր հասարակությանը մոտեցնել մեր ազգային գաղափարախոսությանը։ Սիրով անի նախ ազգային գաղափարաբանությունը ի վերջո դա ազգային պետության գոյության գաղափարաբանությունն է, խոսքն է։ Ի վերջո ազգը որպես այդպիսին դա հավաքականություն է, որն ունի իր գենետիկական առանձնահատկությունը, ունի իր լեզուն, հազարամյակներով կուտակած իր մշակույթը եւ բերում է իր գույնը համամարտկային հասարակության ուրեմն գործընթացի մեջ։ Եթե մենք փորձենք գրասենյակային այսպես կոչված տեսություններից դուրս գալ եւ պատուհանը բացելով նայել բնությանը, ապա կտեսնենք, որ բնությունն ինքը աշխատում է բազմազանության սիմֆոնիայի բանաձևով։ Այսինքն յուրաքանչյուր տեսակ իր գույնը, իր ֆունկցիան է բերում ընդհանուր այդ հարմոնիայի մեջ։ Եթե դուք ասենք, թե ունենաք պարտեզ, որտեղ լինի նույն ծաղիկները, նույն գույնի, նույն հասակի, նույն բույրը ունենան, ապա դա դες կխանգարի ապրել։ Բնությունը բազմազանության սիմֆոնիա է։ Նույնն էլ աշխարհում ուրեմն պատահական չեն ազգային պետություն, կայսրություն, համաշխարհայնացում, սրանք պրոցեսներ են, որոնք բնության մեջ նույնպես ընթանում են։ Եվ մեկը մյուսով փոխկապակցված է, մեկը մյուսի հետ հակադրության մեջ է, այսպես։ Ինչ վերաբերում է մեր մոտ, մեր հասարակության մեջ ինչ է կատարվում։ Փաստորեն 20 եւ ավելի տարիների ընթացքում անկախության մասին է խոսքը։ Մենք որպես ազգ, իսկ ազգ դա չի նշանակում ամբողջակերտ ժողովուրդ, ազգ դա նշանակում է իր գիտակցությունն ունեցող, այսինքն իր մտավորականության հետ միասին հավաքականությունը։ Արդյոք մեր առջև դրված եղել է ուրեմն ազգային պետության կառուցում, այնպիսի պետության, որը բխի մեր տեսակի, մեր էության հատկություններից, հնարավորություններից։ Ինչպես բոլորիս քաչ հայտնի է, Սովետ միության փլուզումից հետո Ղարաբաղյան շարժումով այսպես շարունակաբար շարունակվեց եւ մենք այսպես ասած ստացանք անկախությունը այդ ահռելի կայսրության փլուզումից հետո եւ մենք պատրաստ չենք եւ մինչեւ հիմա պատրաստ չենք։ Ինչ է տեղի ունեցել, սարսափելին այն է, որ ասենք թե ինչ է նշանակում պատրաստ չենք, միթե չենք կարող այնքան ճկուն լինել, որ մի հասարակարգից անցում կատարենք մեկ այլի։ Միթե դա մեր իսկ պոտենցիալի ոչ ճիշտ, ոչ համակարգված կոնսոլիդացիայի արդյունք էր, որ մենք պատրաստ չեղանք։ Այո, մենք իսկապես պատրաստ չեղանք, որովհետև Սովետ միության ժամանակ մեր մտավորականությունը, հատկապես երիտասարդ մտավորականությունը, Ղարաբաղ կոմիտե, ՀՀՇ եւ այլն, վերջի հաշվով դրանք Վրաստանի կամ, չգիտեմ, Սոմալի երիտասարդ մտավորականությունը չեն, մեր հասարակության ծնունդն է։
Նախ մենք ընդհանրապես շատ վատ ենք պատկերացնում, թե ինչ է նշանակում արևմտյան աշխարհ, որոնք են նրա խնդիրները։ Բոլորին թվում էր, ահա, վերացավ մի այսպես կոչված երկաթային կարմիր վիշապի կայսրապետությունը, հիմա ամեն ինչ երջանկության եւ հավասարության եւ ճշմարտության, արդարության, այսպես ասած, ճանապարհով պիտի գնանք։ Այդպես չի լինում, որովհետեւ վերջի հաշվով կյանքը ջունգլի է։ Կամ քեզ են ուտում, կամ դու քեզ ես դառնում, կամ դու ես ուտում։ Այս է հարցը։ Նախ դրա չգիտակցությունը։ Դրսի աշխարհի հետ եւ տնտեսական, եւ հասարակական, եւ մշակութային, այդ գործարքային մենք չունենք այդ մասնագետները, որոնք նրանց հետ, այսպես ասած, հարաբերվեն եւ այլն։ Այս ամեն ինչը գալիս է մեր այսպես կոչված չպատրաստվածությունից։ Տեսեք, անընդհատ ասում են, մենք 20 տարեկան նոր անկախ պետություն ենք, 20 տարեկան, առայժմ 20 տարեկան, բայց հիմա եթե ես դիտարկելու լինեմ մեր այսօրվա իրականությունը, քաղաքական, տնտեսական, մշակութային, ազգային անվտանգության բոլոր հարցերի առումով 20 տարեկան հաշմանդամ մենք կերտեցինք այս 20 տարիների ընթացքում։ Լիովին համաձայն եմ ձեզ հետ, որովհետև 20 տարվա ընթացքում ի վերջո օրինակի համար դա ահռելի թիվ է։ Ժամանակաշրջան է։ 20 տարվա ընթացքում ուրեմն ագրարային ոչնչացված Սովետ միություն կոչված է, եթե վերցնենք, ասենք 17 թվական, 20-ական թվականներից, արդեն 20 տարի հետո 1940 թվականների մոտերքը նա արդեն համաշխարհային կայսրապետության հայտ էր ներկայացրել։ Այո։ Մեկ գերհզոր մի հատ կայսրապետություն էր դարձել Սովետ միությունը։ Եվ եթե հաշվենք, թե որտեղից որտեղ նա կարողացավ այդ հարցերը լուծել, արդյունաբերական հարցեր, փոխպատակցություն, գործարանների շինարարություն եւ այլն, կարողացավ փոխվել։ Մեր մոտ նպատակ չի դրված եղել, որովհետեւ մենք ի սկզբանե չենք ունեցել ազգային ծրագիր, տարերայնորեն մենք գնացել ենք առաջ։ Այո, որովհետեւ նույնիսկ հասարակ գոմ կառուցելու համար վերջի հաշվով կա նախագիծ։ Թղթի վրա գծում են նախագիծը, ակետից դուրս գալուց բեկետ հասնելու նպատակայնություն։ Այսինքն տեսլականը։ Հետո հաշվում են թե ժամանակագրությունը ինչպես մոտենալ դրա տակտիկան, ստրատեգիային հասնելու, ինչքան նյութատեխնիկական բազա է պետք, որն է պակաս, որը պակաս չէ, ինչքան հնարավորություններ, ինտելեկտուալ եւ այլն, ամեն ինչ հաշվում է, որպեսզի գանք բեկետին։ Մենք նման պրոյեկտ ցավոք սրտի այս 20 տարվա ընթացքում չենք ունեցել եւ դրա մեղք ընկնում է ճիշտ ասած մտավորականության, որպես այդպեսին։ Մտավորականության, գիտեք ինչ, երբ է ազատ մտավորականություն ձևավորվում։ Դեռ ցավը ունի բնական պատճառները նմանապես, որովհետև մենք որպես շուկա այսպես կոչված շատ փոքր ենք։ Այսինքն այս շուկան չի կարող կերակրել իր երգիչին, իր նկարիչին, իր գաղափարախոսին, իր գրողին, որը անկախ որևէ իշխանական կամ ասենք թե օլիգարխիկ նրան ծառայելու փոխարեն ինքը իր ապրանքը արտադրելուց ուրեմն կարողանալ վաստակել եւ դնի շուկայում եւ ստանա, ասենք գիրք գրողը բառից բուն իմաստով կամ հիմա զուգահեռի համար ասենք թե որից է լավ երգիչ կամ որից է լավ գրող ռուսական իրականության մեջ մեկ գրքով մի քանի միլիոն տպականակի վաճառում է եւ նա արդեն կարող է նա լրիվ անկախ է։ Նա իր արտադրանքով ինքը եւ իր ընտանիքը կարողանում է պահել եւ ինքը կարող է դառնալ եւ դառնում է, հա, այդ հասարակության ազատ անկաշկանդ ձայնը։ Այո։ Եվ նրան պետք չի ընտարական կենսական խնդիրներ լուծելու համար սրան կամ նրան ծախվել կամ այս կամ այն կուսակցության կամ այս կամ այն ուրեմն ֆինանսատնտեսական միավորի կամ ուժի հետևից գնալ եւ նրան ծառայելու եւ այլն։ Մեզ մոտ ցավոք սրտի այդ փոքրաթիվությունը չի ստեղծում, որպեսզի ազատ մտավորականություն ձևավորվի որպես հավաքականություն, որպես խավ։ Սա մեկ անհատներ կան, անշուշտ,
բայց եթե մենք խոսում ենք հավաքական մտավորականության մասին, Սովետ միության ժամանակ նույնպես չկար այդ մտավորականությունը։ Ինչու՞, որովհետև վերջի հաշվով ուրեմն եւ պատվիրատուներ պետությունը եւ գրախանութները եւ հրատարակչությունները եւ տպարանները բոլորը պետական էին։ Ի վերջո այդպիսի ազատ մտավորականություն նույնպես ծառայող մտավորականություն էր, որը կորցրել է եւ նախաձեռնողականությունը ինքը իր մեջ։ Եվ ասելիք չունի։ Որտեղ նա ազատ չի։ Մտքով, հոգով ազատ չի։ Հա, էլի Սովետ միության ժամանակ մենք ունեինք ուրեմն անհատ ազատ մտածողներ։ Դրանց կարելի է կոչել սրբազան խենթեր։ Բայց եթե մենք խոսում ենք հավաքական մտավորականության մասին, որպես այդպեսին, ապա էլի կայացած չէր։ Ազատ չէր այդ մտավորականությունը Սովետ միությունից սկսած եւ այսօր էլ չունենք դա։ Մի ուրիշ շատ կարևոր հանգամանք էլ վերջի 20 տարվա ընթացքում հանրապետության մոտ կեսը դուրս է եկել։ Դուք ինչպես եք պատկերացնում հիմա համատության համար ասենք ջրամբար, որը ծակ է, պատռված է ու ջուրը միշտ հոսում է, հա, եւ նրա վրա կառուցել ինչ-որ հիդրոէլեկտրակայան։ Ասեք, այդ դուրսգալու հետ կապված Արտուր, դուք էլ բավականին երկար տարիներ բացակայել եք Հայաստանից, ինչպես ստացվեց, որ որոշեցիք, որ պետք է բացակայեք եւ ձեր գործունեությունը ծավալեք արտասահմանում եւ հետո ինչպես եղավ, որ որոշեցիք վերադառնալ։ Արդյոք այդ պահը, երբ որ հայ մարդը որոշում է, որ պիտի լքի իր երկիրը, չգիտեմ, մի տեսակ թուլություն, նախ լքի բառը սխալ է, որովհետեւ գիտեք ինչ, մենք ոչ թե լքում ենք 1.5 միլիոն մարդ է դուրս եկել 20 տարվա ընթացքում։ Ես դեռ Սովետ միությունից դուրս եկել ու պարտադրված էի։ Ինչով եք պարտադրված։ Չեմ ուզում խորանալ այդ մանրամասների մեջ։ Անձնական են դրանք, հա, ավելի շատ։ Կարելի ասել եւ անձնական եւ կարգերի հետ կապված խնդիրներ կար եւ այլ, բայց դա չէ հարցը։ Հիմա 1.5 միլիոն մարդ չի լքել հայրենիքը։ Դա սխալ է։ 1.5 միլիոն մարդ լքել է վարչակարգը։ Հա, այսօրվա իրականության հետ կապված միանշանակ համամիտ եմ, այո։ Հիմա այսօր ես կասեի փախել է վարչակարգից անգամ։ Հա, զզված։ Հիմա ասենք թե ըստ ինչ որ որոշակի տվյալների ամեն տարի 25-ից 30 հազար ընտանիք է դուրս գալիս Հայաստանից։ Հիմա նրանք լքում են հայրենիքը, ոչ, նրանք լքում են վարչակարգը, որովհետև երբ հայրը մայրը գնում են տուն եւ իրեն սոված երեխայի աչքերի մեջ նայելու խնդիր կա, ինչպես կարող ես նրան պարտադրել դա գոյության խնդիր է, գոյության հարց է։ Ես չեմ մեղադրում, որովհետև հացի խնդիր կա, այդ մարդը պիտի ամբողջ պատասխանատվությունը ընկնում է վերջին, այո, ամբողջ պատասխանատվությունը վերջի հաշվով ընկնում է իշխանությունների ուսերին։ Մարդը իրավունք ունի ունենալ իր աշխատանքը եւ իր աշխատանքով կարողանալ պահել եւ իրեն եւ իր ընտանիքը, որը տարական պետք է բավարարել։ Համամիտ եմ, վերադառնալով մեր օրեր եւ այսօրվա մեր քաղաքական իրավիճակին վերադառնալով, տեսեք, պիտի փաստենք, որ այս իրավիճակը, որ ստեղծվեց Ռաֆի Հովհաննիսյանի շուրջ ժողովրդի համախմբվածությունը, իսկապես շատ շատերը, շատ մեծ զանգված, ոչ թե հենց գնաց Ռաֆի Հովհաննիսյանի հետևից, այլ զուտ նրա համար, որ չէին ընդունում այսօրվա իշխանության եւ ժողովուրդը իսկապես այսքան տարիներ մի քաղաքական հենարան է ման գալիս, ում հետևից կարելի է գնալ։ Եթե ընդհանրեն Գագիկ Ծառուկյանը իր տեխնատությունը դրել, քվեների աշխատությունը լրիվ այլ տեսանկյունից էր լինելու։ Հիմա կուզեմ անդրադառնալ Ռաֆի Հովհաննիսյանի այսօրվա գործելավոճին, ինչպես կբնորոշեք, ինչ կասեք Ռիչարդ Հովհաննիսյանի մասին, քանի որ բավականին ասենք տեղեկացված եք իրեն որպես պատմաբան, մի քանի խոսք այդ մասին կուզեմ։ Ուրեմն նախ եւ առաջ ես դեմ եմ լավ թագավոր, լավ առաջնորդ, լավ դատավոր հասկացողությանը։ Այդպիսի բան չի լինում։ Կա լավ համակարգ, որտեղ չի կարող լինել վատ կամ լավ թագավոր կամ դատավոր։ Բայց լավ առաջնորդը ձևավորում է լավ համակարգ։ Չի կարող այդպիսի բան լինել, որովհետեւ որևէ անհատ ի վերջո, գիտեք, հասարակության մեջ գոյություն ունի պահանջարկ եւ առաջարկ։ Որևէ անհատ եւ այդ հասարակության բարոյահոգեվոր նկարագրի կրողն է եւ այդ հասարակության արտադրանքն է վերջում։ Որևէ անհատ չի կարող միաժամանակ լինել, ասենք թե եթե ընդունենք, ասենք պետական
ուրեմն պաշտոնների 300-ից մինչև 1000 տեղ, հա, պաշտոնական դիրքերում նրանց պարտադրել ինչպես լինել եւ այլ, դա հնարավոր չէ, այդտեղ մենք խոսում ենք համակարգային փոփոխության մասին։ Իսկ որից է համակարգային փոփոխությունների ազգային առաջընթացի ծրագիր չկա սեղանին դրված եւ նորից խոստումներ ժողովրդին ես լինեմ լավ կլինի ապեր։ Բայց բավականին մանրամասն ծրագրի մեջ նշված է ընդհանրենք Ռաֆիկ Հովհաննիսյանի Գիտեք, ինձ դա ծրագիր չէ, դա ուղղակի խոստումների եւ խոստումների հավաքականություն է, ծրագիր չէ։ Օրինակի համար ծրագիր ասենք թե այսօրվա ազգային ժողովը որևէ դեմոկրատական, այսպես ժողովրդավարական հասարակություն դա նշանակում է, դա գոնը ենթադրում է, որ ուրեմն օրենսդիր Գերագույն ատյանում հասարակության բոլոր սոցիալական խավերի կամ հնարավոր բոլոր սոցիալական խավերի ներկայացություն։ Դե հիմա Շուշան Պետրոսյան ունեցանք եւ տեսանք արդյունքը։ Հարցը Շուշան Պետրոսյանը չի, այսօրվա ազգային ժողովը Հայաստանի ժողովրդի Հայաստանի հասարակության, հա, ներկայացությունն է, ոչ։ Բնականաբար ոչ, ինչի մասին է խոսքը։ Կամ էլ թե չէ, համակարգային փոփոխություն ինչ է նշանակում։ Այսօր Հայաստանի քաղաքացին համարյա ամեն օր կամ իր կյանքում շփվում է դատական, հա, ատյանների եւ այլն հետ։ Ես չեմ ընդունում լավ դատավոր հասկացողությունը։ Դրեք ընտրովի դատավորների ինստիտուտ եւ նաեւ 12 ատենականների ինստիտուտ։ Այս համակարգային փոփոխություն է, որը արդեն այդ դատավորին դնում է շրջանօղակի մեջ, որ նա չկարողանա շատ, այսպես ասած, ձերծարություններ անել կամ չանել։ Ըստ Արտուր կուտակվել են նրանից, որ այսքան տարիների ընթացքում իսկապես մենք չենք ունեցել այն լիդերը, որը պիտի կար լիներ արդարամիտ։ Լիդերը չի լինում, լիդերը հայտնվում է միայն այն ժամանակ, երբ որ հասարակությունը դրա պահանջն է ներկայացնում։ Ինչ է ստացվում, մենք լիդերից ծնվում են, չէ՞, ի վերջո։ Հա, ես չեմ հավատում, որ հայ ժողովրդի արգանդը չորացել է։ Լիդերներ հիմա երևի այսպես իջնենք, ասենք, Աբովյան փողոցում լիդերներ կան պոտենցիալ, բայց դա չէ խնդիրը։ Այսինքն դուք բացառում եք, որ ենթադրենք մեկը վաղը մյուս օր կարող է գալ ու իսկապես եթե ծրագիր է ներկայացնում, իր ծրագիրը հետո իրագործի։ Դուք բացառում եք դա։ Ես չեմ բացառում։ Ասեմ, ամբողջակերտ ժողովուրդը դա հոգեբանական մի ուրիշ որակ է։ Ամբողջակերտ ժողովուրդը պահանջում է առաջնորդ, վոժդ, այսպես ասած կոպիտ։ Ինչու՞։ Հոգեբանորեն եթե ուսումնասիրենք, ապա կտեսնենք նախ եւ առաջ ինքը իր պատասխանատվությունից ինքը իրեն ձերբազատում է պատասխանատվությունից։ Ինչ որտեղ այդ լիդեր կոչվածը քաղաքության նոխազ է։ Այսինքն եթե հանկարծ չստացվի, հաջորդ օրը կհավաքվի էլ այդ ամբողջակերտ ժողովուրդը եւ հիմա էլ նրան կհայոյի։ Այդ չստացվեց մոտը, բայց կհայոյի։ Հիմա օրենքն է պետության եւ եկել է տեսնել։ Փաստորեն 20 տարի է մենք մեր այսպես ասած ընդհանրական ժողովրդական ցասումը եւ պորտկումը արտահայտվում է փողոցային աղմկարարության մակարդակի վրա եւ չենք աճում։ Դա սարսափելի է։ Իսկ ինչով պիտի աճեն, եթե այսօր հեռուստատեսությամբ ոչ մի ազգային գաղափարախոսություն չի պրոպագանդվում, ոչ մի նորմալ հաղորդաշար, իհարկե այս վերջին 1 տարվա ընթացքում բավականին առաջընթաց կա, չեմ կարող չընդունել միանշանակ այդ քննադատությունները, որոնք եւ իմ կողմից են հնչել որոշ չափով, չեմ կարող ասել, չկա որոշ չափով։ Օրինակի համար հիմա ես նայում եմ կարող ես Պարիզ կամ ասենք թե Հայաստանի ձայնը եւ այլ։ Ուրեմն ժամերով գնում է արևմտյան երկի մեկնաբանությունները, ընդ որում շատ վատ մեկնաբանություններ, որովհետեւ գիտեք ինչ ասենք թե Չէ, բայց երկու ծրագիր կա, չէ, վերջո հանրայինով։ Բավականին վերջին 1 տարվա ընթացքում փոփոխություններ եղան, չենք կարող չընդունել։ Լավ եկեք ընդունենք, էլի Արտուր, եթե մի լավ բան ենթադրենք քննադատության, բայց ամբողջ հարցը ստեղ տոկոսային, հա, քանի տոկոսը դա կազմում։ Դա շատ քիչ է, բայց առաջընթաց կա։ Վերջի հաշվով այդ երաժշտություն կոչվածը, ազգային երաժշտություն, դա հայկական վիբրացիաներ են։ Եվ եթե առավոտից երեկո, հա, 90% է հեռուստատեսությունների, ուրեմն
Նեգրական կամ եվրոպական կամ արևմտյան երաժշտության հնչյունները այդ իմիտացիաներով այդ երեխան, որ հիմա ասենք օրորոցի մեջ է մանկապարտեզում է դպրոցում է, նա ինչ վիբրացիաներով է կրթվում։ Նրա մեջ ազգայինը մնում է, իր տեսակը սկսում է վերանալ կամ դուրս է գալիս փողոցով։ Հիմա իմ օրինակի համար հոգե կերտվածքը ձևավորվել է, երբ որ փոքր ժամանակում մայրս տանում էր, ասենք, կարապիլիչ։ Քայլում է ու սկսում է կարդալ, ասենք, շենքերի վրա գրված պաստառները եւ այլ։ Այսօր երեխային ձևավորվում է, չէ՞, հոգեբանությունը երեխայի։ Այսօր երեխային, եթե որևէ փողոցով անցկացնես, տեսնես, ասենք, թե բանը լեդի մինա, չգիտեմ, ես ինչ այլանդակության հասնող անունների Եվ հետո այսօր մի տեսակ թատրոն է ձևավորվել, հաճախ ենթադրենք մտավորականության մի զանգվածը նամանք է ուղում հարգարժան պարոն նախագահ, բա այսպիսի երևույթներ են կատարում, հեռուստատեսությունը ժամանակն է, բայց չէ որ նախագահը պիտի լինի այն գլխավոր, այսպես ասած, դիտակետը ունեցողը, որ ամեն վարքյան հսկի թե հեռուստատեսության ոլորտում ինչ է կատարվում, առողջապահության ոլորտում ինչ է կատարվում, տնտեսության ոլորտում, ներքևից պիտի ասեն նախագահին, թե ինչ պիտի անի, թե նախագահը պիտի անի։ Եթե մենք պիտի ասենք, էլ ինչ ես դու նախագահ։ Նախագահը ընդհանրապես պետք է համակարգ մշակել դրա համար, որպեսզի դա իր չափերի մեջ մնա։ Հիմա օրինակի համար 60-ական թվականներին Ֆրանսիայում օրենք դուրս եկավ, որ բոլոր կինոթատրոններում 51%-ը ֆիլմերի պետք է միմիայն գնա ֆրանսերեն արտադրության ֆիլմեր, իսկ հեռուստատեսությամբ պետք է գնա միայն նույնիսկ օտար ֆիլմերը պետք է թարգմանվեն եւ ֆրանսերեն լեզվով պետք է հնչի։ Սա օրենք է։ Այդ օրենքի իսկ եթե ոչ, այսքան տուգանք, այսքան եւ այլ կամ ավելի կրկնակի հարկի տակ ընկնել եւ այլ։ Հիմա սա օրենք է։ Այս օրենքի պայմաններում արդեն այդ բիզնեսի տերը կամ այս մյուս չեն կարող, հա։ Այսինքն մեր իրականության մեջ օրենքը հիմա նախագահն այդ պաշտեն այս մի պարամետրին հսկիչ միլիցա չի։ Անընդհատ ասում են, հավատանք որ փոխենք ապահով Հայաստան, բայց այդ ապահով Հայաստանը սահմանադրության օրենքների գերակայության շնորհիվ միայն կարող է։ Ես ինչքան նայում եմ, այս իմ ընկալումը լիովին տարբեր է, չգիտեմ ձեր ինչպես է, բայց Հայաստանում փաստորեն գիտեք, ամբողջ հասարակության մեջ ձևավորվել է, որ նախագահական պաշտոնը դա անսահմանափակ իշխանության թագավորական աթոռի եւ միանձնյա մեկ մարդ, մեկ պետություն այս կարգավիճակն է ստացել։ Այս մեկ որ ամեն ինչ նրանից է կախված, ամենափոքրիկ բանի համար պետք է կարճասած դիմել մեկ անձի, մեկ անհատի։ Սա նույնիսկ ընդդիմություն կոչված կամ ժողովուրդը որ դուրս է գալիս, այսինքն խնդիրը մեկ պաշտոնի ուրեմն արգրավման մասին է խոսքը։ Սա սարսափելի է, որովհետև աշխարհի ամենաթույլ կառույցը պատմությունը ցույցել է անհատի, մեկ անհատի վրա մեկ անհատի եւ նրա հեղինակության վրա կառուցված պետական կառույցն է։ Դա ամենաթույլն է եւ դրսի, եւ ներսի, եւ զարգացման հետ կապված սարսափելի է։ Որովհետեւ այո, այդ անհատն է գալիս, որը ձևավորում է համակարգը։ Անհատ պիտի լինի, իսկապես անհատից պիտի բխի եւ արժե համակարգերը, եւ ազգային քաղաքապարախոսությունը, եւ տնտեսության կառուցումը, եւ կրթության զարգացումը։ Եթե խոսում ենք մեկ անհատի մասին, ապա հա անհատից շատ բան կարող է կախված լինել, բայց անհատը որքանով կարող է հաջողի, դրա համար ես պատահական չէ խոսքիս մեջ պիտի մտածել, միջև նախագահական գնալը մտածել։ Դրա համար նշեցի, որ գոյություն ունի վերջի հաշվով յուրաքանչյուր հասարակության մեջ իր մտավորական խաղը։ Այս մտավորական խաղը պետք է ի վերջո որոնք պետք է մեկը մյուսին վերահսկեն։ Բարոյա հոգեբանական ամբողջ սկզբունքներն ու նորմատիվները պետք է հաստատել եւ դնել, դրա համար կրվել։ Պետական կառավարման կամ ընտրական համակարգային փոփոխությունների փաթեթով հանդես գալ, ուրեմն ազգայինի հետ կապված, ազգային զարգացման ծրագրի հետ կապված, այս ամեն ինչը ձևավորում է վերջի հաշվով ոչ թե մեկ անհատը, դա ձևավորում է վերջի հաշվով մտավորականությունը։ Հա, ես շատ կարևորում եմ մտավորականությունը։ Այդ ֆոնի վրա, այդ բազայի վրա, երբ որ հայտնվում է մտավորականությունը ավելի բարձր եթե կան։ Այդ հողի վրա նոր արդեն ձեր ասած անհատը անելիք ունի, ֆունկցիա կարող է կատարել։
լիարժեք ֆունկցիա։ Այլապես ունենք այն, ինչ ունենք։ Արդյունքում ունենք մենք այն, ինչ ունենք։ Հիմա դուք ասում եք Ռաֆիով, ընդհանրապես յուրաքանչյուր մարդուն դատում են ոչ թե ըստ իր խոսքերի, այլ դատում են ըստ իր վարքագծի։ Հիմա նույն Ռաֆի Հովհաննիսյանի անցյալից եթե գանք, այսպես, հա, ասենք ես փայլուն լավ հիշողություն ունեմ։ Ուրեմն Թուրքիայի նախագահին ուղղված նամակը, որտեղ Եղեռնի փոխարեն հենց իրենց տերմինները օգտագործե great disposition, մեծ տեղանություն։ Նրա ելույթը Եվրամիության պալատից, որ ուղիղ ինտերնետով, կոմպյուտերով կարողանում ենք նայել, զարմացած է դրա վարքագծից։ Նրա Թուրքիայի այդ հյուրետ թերթի խմբագրի այդ գրկախառնությունը, նույն նրա հոր Ռիչարդ Հովհաննիսյանի, ուրեմն այսպես հայոց պատմության արևմտյան ամբիոնների այդ հայոց պատմության կեղծարարներին այդպես պաշտպանելու դոշ տալը։ Այս ամեն ինչ բերում է նրան, որ վերջի հաշվով որովհետեւ անհատ անում է այն, ինչ իր հետևում կանգնած ուժերն են նրան պարտադրում անել։ Եվ որովհետեւ անհատի կարելի է դատել ըստ իր վարքագծի։ Ես ինքս իշխանության կողմ չեմ կամ իշխանության մարդը չեմ, ընդհակառակը այսօրվա ամբողջ պատասխանատվությունը իր ամբողջ ծանրությամբ ընկնում է այսօրվա իշխանությունների վրա, որտեղ ունեն բոլոր լծակները, բայց նրանք թքած ունեն, նրանք չունեն կարճ ասած տեսլականը, թե ուր ենք գնում եւ ինչի համար։ Եվ կարողանում են իրականացնել, եթե անգամ ունենան, ես այսօր համոզված եմ, նրանք չեն կարողանում իրականացնել։ Եթե որևէ մարդ կամ մարդկանց հավաքականություն ունի համազգային ընդհանրական տեսլական, ապագայի հետ կապված, նա արդեն չի կարող, հա, չքայլել այդ ճանապարհով։ Չունի որևէ տեսլական։ Եթե տեսլական իր անձնական գրպանն է, ապա դա տեսլական չէ։ Իհարկե։ Այնպես որ մենք ոնց պատետվում գալիս ենք նույն տեղին, այսինքն ոնց որ ջրապտույտ լինենք, հա, եւ դրա համար էլ սարսափելի է իրականություն, իրադրություն։ Եվ չես կարող մեղադրել, երբ որոշում են, որ պետք է այլևս Հայաստանում չմնան եւ արտագաղթում են։ Շնորհակալություն Արթուր, հետաքրքիր անկեղծ դիպուկ զրույցի համար։ Սիրելի հայրենակիցներ, մենք գտնվում ենք Արամե կարաոկե ակումբում, երիտասարդ քաղաքականություն, միշտ մեկ քայլ առաջ։ Երիտասարդ քաղաքականություն, միշտ մեկ քայլ առաջ։